Մինչև խոնարհման արարողությունը կլինի, ես ձայնը փոխանցում եմ Մենք վաստակել ենք այս պահը, այս միասնությունը միասին։ Եվ այլևս երբեք այս հրապարակում չեմ ուզում լսել ոչ Ռաֆի անունը, ոչ մի ուրիշ անուն։ Մի անուն կարող եք տա, դա մեր երկրի, մեր պետության անունն է, ուրիշ ոչ մի անուն։ Որ գիտենք, որ պայքար է, որ գնալու է մինչև կատար, մինչև հաղթանակ, և դուք տեսնում եք արդեն այդ հաղթանակի դրսևորումը, միասնությունը, դարբեր մարդիկ, դարբեր համոզմունքներով, ովքեր զգում են, որ սա մեր ազգի պետության, և ես այդ ուժի կարիք ունեմ, միայնակ չեմ կարողան, և դուք գիտեք դա, դրա համար դուք համ ընտրել եք, համ եկել եք գամավոր, առանց իմ զանգի, այսօր ելույթ ունեցան նաև առաջի օրը դարբեր գործիչներ, Փաշինյան, Ռուբինյան, Վարդանյան, էլի շատ ու շատ գքան գմիանան քաղաքացիական հասարակության մեր հրաշալի երիտասարդները, ովքեր մեզի լույս են տալիս և ապագա են ցույց տալու։ Իսկ այսօր մեզ միանում է մի պատվարժան հայրենագից, ով իր և մեր կուսակցությամբ հանդերձ, իմ բաբերի կուսակցությամբ հանդերձ, հանուն հայրենիքի, հանուն միասնության, դանում է ազգային շահը, քաղաքացու իրավունքը, պետության ինքնիշխանությունը, ուր որ պետք է, Ստրասբուրգ է, թե Անկարա է, Մոսկվա, թե Վաշինգտոն։ Մենք ունենք մեր շահը և այդ շահը միասին պիտի իրացնենք, այդ շահը առաջի երդին քաղաքացու շահն է, հետո ազգի, հետո պետության, ողջունեք, հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան։ Եվ ուրեմն կարող եք անել անհնարինը, կարող եք հասնել ցանկացած նպատակի։ Ազատության այս հրապարակը արդեն քանի օր է սպասում էր, ուզում էր տեսնել դաշնակցությանը։ Մենք այստեղ ենք։ Մենք եկել ենք այս հանրահավաքին, ինչպես հայտարարել ենք, դաշնակցությունը ձեր կողքին է, ձեր հետ է։ Այն ժողովուրդը, որ փետրվարի 18-ին ապացուցեց, անհնար է իրեն կոտրել, անհնար է իր մեջ մտցնել արդարության, ազատության ձգտումը սպանող որևէցի։ Այն ժողովրդի, որ պատրաստ է իր ընտանիքի, իր երկրի վաղվա օրվա համար պայքարել, որ այլևս չի հանդուրժում իր երկրում առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական, բարոյական